Հա։ Այդ գալը դելա կադրում լինել։ Իսկ ինչու ոչ։ Չգիտեմ, դե շատ հանդիսավոր ես գալիս։ Հա։ Բա ծափերը ուր են։ Ծափեր կդնես վիդեոյի վրա։ Ես վիդեո ասեցի, հիշեցի, մեզ ասում է, որ քան որ մեր նկարները իրար նման են լինում։ Հա։ Բանի Cover ֆոտոները։ Հավերի նկարներ։ Մեզ ասում է, որ չեն զգում, որ նոր թողարկում է։ Պետք է կամ վրան վերնագիրը ավելացրես նկարների կամ Ինչպես ամենասկզբում ես ասում էի, որ փոփոխենք։ Ես կադրի, ես նա վիդեոից կադրի հանենք Խոհանոց։ Քեզ ինչ որ բան չի հիշեցնում խոհանոց։ Չէ։ Չէ։ Ինչ որ բան չի, ինչ որ մեկին ներողություն։ Մեզ կուսակցության խոհանոցն է հիշեցնում ինձ։ Մեր խոհանոց հավերթով ինքը շատ ավելի հին է։ Որպես հին բան էլի, ինստիտուցիոնալ առումով կուսակցության խոհանոցը շատ հին պատմություն։ Ինձ հայտնի փեսային է հիշեցնում։ Դե ինքը մեզնից է երևի բան արել, նմանակել, բայց ուրիշ բան ասեի, քեզ ուզում ասեի, քեզ կաթ եմ։ Այո, կաթ, մեր սեղանը։ Էս են դեպքերից է, որ ես համոզում եմ ասեմ ցավոք սրտի սեղանը ամեն անգամ համալրվում է նոր ապրանքով։ Չեմ ուզում ասեմ ցավոք սրտի, որովհետև կարծում եմ դա նաև sense նոր խթան մոտիվացիա է, թե մեր քաղաքականություն մշակողների, թե ձեռնարկատերերի, թե որոշումներ կայացնողների համար, սպառողների համար, օրինակ կատնամթերքի առումով։ Դրա համար էլ ստեղ է։ Միշտ բան, քանի առիթ է եղել է, կենցաղային խորհուրդներն է քաղաքացիների, որպես յուղի կաթում մածունի կերածնար։ Այլ որպես բանից կաթից մածուն ու պանիր, մածունից կարակից յուղ սարքած փորձառություն իհարկե։ Ամեն ինչ արել եմ ես, փորձառություն ունեմ ամեն ինչի, բան կով պահելու, բարիս, արածացնելու իմաստով, բայց այդ չի հարցը։ Ուզում եմ ասեմ, որ տեղական կաթ առնելու միշտ ավելի առողջարար է, որովհետև այն կաթերը, որոնք ունեն կաթնամթերք, օրինակ յոգուրտ կաթ 4 ամսվա բան ժամկետայնություն ունի, 5 ամսվա, անհնար է, էլի մածունը 5 ամսվա բան ունենա, ժամկետայնություն ունենա, ենթադրաբար եթե ժամկետը երկար է պահպանվում, իր մեջ քաղցկեղածի նյութեր կան, այնպես որ սիրելի քաղաքացիներ, ինչքան կարճ է կաթնամթերքը պահպանվում է ժամկետը այնքան առողջարար է։ Պետք է իմանալ։ Շատ ճիշտ խորհուրդներ ես տալիս։ Կարող ես առանձին մի հատ բաժին բացել։ Խորհուրդները տաս։ Չէ, կատակ չեմ անում։ Ես սիրով։ Կատնամթերքը, որը ռուսական կողմը արգելեց, այսօրվա արտադրության է։ Այսօրվա է ժամկետը ամսի 28-ն է։ Հա, այսօրվա է ժամկետը 28-ն է, պահպանվում ժամկետը մի քանի օրվա պետք է լինի։ Մի քանի օրվա պետք է լինի, եթե լավ կատնամթերք է։ Հա, դե բնականաբար լավ կատնամթերք հիմա ստեղ ոչ մեկի գովազդ կամ հակագովազդ չենք անում։ Ասում ենք, որ ըստ ձեր նախապատվության։ Եթե մեջ հավելումներ չկան, ուրեմն պահպանման ժամկետը կարճ պետք է լինի։ Էս ասենք, թող իմանան մարդիկ, ովքեր բան չեն արել, իրանց ձեռքով կաթից ինչ որ բան չեն սարքել ես։ Զուտ որպեսզի խթանեք մեր հայկական արտադրանքը, որը հայտնվել է սահմանափակումների մեջ։ Ես հենց այս ընկերության կատնամթերքից եմ շատ հաճախ օգտվում։ Բան եմ շատ էս վերջին շրջանում շատ պոպուլյար է դարձել։ Որ կատնամթերքի շուկայում։ Հա, որովհետև ինձ թվում է որակապես տարբերվում է, ու գիտես ինչն է շատ լավ, որ յոգուրտների կլասիկ դասական յոգուրտի առանց շաքար եւ առանց մի բան առողջարար բան։ Հա, ու ինչն է լավը, ոչ թե այսքան այն որ մատնոցով յոգուրտներ են, որ չգիտես մի 10 հատ պիտի առնես, երևի ուտես կամ մի բան սարքես, որ դրանից մի բան դուրս գա, բավական մեծ տարայով առանց շաքար, առանց լակտոզ ու հազարով մի բաներ շատ է ինձ դուր գալի կլասիկ էլի էս Երեմյան մի խոսքով։ Հա, միանք բրենդն էլ հետ է։ Իհարկե, բայց հայկական արտադրության ընդհանրապես լավ կլինի, եթե նույն բանից կա հայկական տեղական, մանավանդ ուտելու բաներ, կա տեղական եւ կա ուրիշ տեղի, ավելի լավ է տեղական առնել, որտեղ ավելի թարմ է, հաստատ բոլոր երկրներում իրանց տեղականը միշտ ավելի թարմ է առնված է, էլի։ Հələ արի փորձենք հասկանալ հաջորդը ինչ է լինելու մեր սեղանին։ Դե ասում եմ մինչև չգա չենք իմանա։ Չէ, դե ցանկ կա որ ստեղ արդեն սահմանափակված է, բայց չի հայտնում, է։ Ընթացքում երևի, բայց թարմը կաթներ, կաթ թարմ սահմանափակումներ։ Սահմանափակումներ թարմ կա։ Լսի, քանի որ sense առօրյական բան ոչ աշխարհակաղակական ու չնայած ինչ որ իմաստով է, էլի։
ավելի առօրյական բաներից ենք սկսել, ես նախահարցակ եմ ուզում լինել եւ երկու հատ թեմայից խոսեմ, որ վստահաբար չի գրավել մարդկանց ուշադրությունը, բանի շատ բուրըն քաղաքական իրադարձությունների ֆոնին ու երկու ոլորտ կա, որտեղ Հայաստանի հայերը, հայաստանցիները, երիտասարդները եւ աշակերտները շատ սրընթաց արագությամբ առաջընթաց են գրանցում, դրանցից մեկը հրաձգությունն է։ Եթե ուշադիր եղաք կամ եթե չեք եղել, այս առիթը օգտագործենք, անցած շաբաթ Հայաստանի հրաձգության հավաքականը աշխարհի չեմպիոն դարձավ եւ 9 մեդալ է նվաճել, 5 ոսկի, մի արծաթ, 3 բրոնզ Հայաստանի հրաձգության հավաքականը ամենաշատ ոսկե մեդալներն է ստացել Էստոնիայում եւ շարունակաբար է տեղի ունենում աշխարհի առաջնություններ, սա իրեք տեսակ աշխարհի առաջնություն կա հրաձգություն, այս մեկը այդ շարժող թիրախի առաջնություններ ու բոլոր ոլորտներում հաջողություն ունեն, այս անգամ մեր հավաքական առումով աշխարհի չեմպիոն է դարձել, շնորհավորում ենք այո մարզիկներին, որտեղ մենք մեր սպորտային անհաջողությունները ֆիքսում ենք, բայց հաջողությունները ալարում ենք, ֆիքսենք եւ մյուս ոլորտը, որ իմ ուշադրություն գրավել է այս վերջին ամիսների ընթացքում ոնց է, տարիների գուցե նույնիսկ ընթացքում ոնց է Հայաստանց շատ լավ սրընթաց արագությամբ հաջողություններ գրանցում, այդ կենսաբանության ոլորտն է դպրոցական օլիմպիադաների մակարդակում մի քանի օր առաջ էլի մեր 4 առավելագույն 4 հոգի կարող մասնակցել, մեր մոտից կարծես 3 հոգի է մասնակցել մի աշխարհի էլի օլիմպիադայում դպրոցականների բան էին ստացել, բրոնզն ու արծաթը մերոնք էին ստացել, բայց դրանից մի ամիս առաջ այն քարոզարշավի փուլին մեր հավաքականը, որ գնացել էր Բալի, դպրոցական հավաքականը 27 հոգանոց երեխեքի 8 ոսկի, 12 արծաթ ու 7 բրոնզեր ստացել, էլի ամենաբարձր արդյունքներ, կարծես կամ առնվազն ամենաբարձր երկու արդյունքներից մեկը, որտեղ 27 հոգուց 8-ը ոսկի է ստացել, 12-ը արծաթ, պատկերացնում ես, այսինքն բացարձակ արդյունքներով էլ եւ մնացածն էլ բրոնզ ու երկու գրան-պրի ենք տարել այդ Բալի այլի առաջնությունից օլիմպիադայի, այդ ոլորտում ակնհայտորեն մեր երեխեքը շատ ուժեղ դպրոցականներ, ավագ դպրոցի երեխեքի մասնակցությունը շատ ուժեղ սրընթաց քայլերով առաջ են գնում եւ դա հուսադրում է, որ ոնց որ հաջորդ սերնդի մարդկանց մոտ Հայաստանում հաջորդ սերնդի երբ որ իրանք կդառնան մեր տարիքի էլի կենսաբանությունը առաջատար ոլորտներից մեկն է լինելու հուսանք որ նրանք չեն արտագաղթի Հայաստանից իրենց որպես մասնագետ կարողանան ռեալիզացնել գտնել մեր երկրում դժվարություններին այսպես ասենք զուգահեռ կենսաբանությունը շատ օգտակար ոլորտ է էլի որ մտածում իրանք որպես գիտնականներ կարան նենց արդյունքներ գրանցեն գիտության մեջ էլի նենց նորարարություններ անեն որ Հայաստանում ապրելը հեշտ է համ իրաց համար, համ մնացած մարդկանց համար։ Մենք էլի կգանք մեր տեղային հարցերին, բայց արի Ռուսաստանի արտաքին հետ։ Միջազգային հարցեր էին։ Մենք սիրում ենք այդ բաներից խոսալ, բա կրթության որակը, բանը սպորտսմենների եւ այլն, մենք պետք է արձանագրենք, որ շատ լավ դրական հաջողություններ ունենք, սրանք երկուսն արձանագրվել են։ Արձանագրեցին։ Այո։ Իսկ հիմա գնանք քո սիրած Ռուսաստան։ Հա, իմ սիրած Ռուսաստան։ Արտաքին իրանց հետախուզական ծառայությունը կարդացել ես երևի, հա։ Մի հատ ասել ինչ։ Զեկույց հրապարակել, որ Եվրամիությունը Հայաստանին տանում է հակառուսականության, դա մոտիվացվում է նաև քաղաքացիների շրջանում վիզաների ազատականացման գործընթացով։ Իրենք վիզաները փակեն, ավելի բան, մոտիվացիան համակարգ։ Եվ հետո ասում էր, որ Բրյուսելը շատ լավ գիտի Երևանին դրդելով դուրս գալի ԱՏՄ-ից, թե ինչպիսի ճգնաժամի մեջ է հայտնվելու Երևանը, Բրյուսելը չի օգնելու Երևանին եւ սխալ է թյուր է կարծիքը, թե ԵԱՏՄ երկրները օգնելու են Երևանին, որպեսզի չխորտակվի նրա քաղաքական ղեկավարությունը։ Եվ ինչ որ հանդիսավոր լողով, չգիտեմ, հասնի Եվրամիություն, թե ինչ-որ սենց ռոմանտիկ տեքստեր էին հրապարակել։ Գիտես, երբ օրինակ տենց տեքստ եմ կարդում, նախ ուրախանում եմ, շատ եմ ուրախանում, որ դա Ռուսաստանի հետախուզական ծառայությունն է հրապարակում, հետո դե բնականաբար ծանր չեմ տանում, ինչի համար եմ ուրախանում, որքան էլ որ շուրջ բոլորը շատ է լինում քննադատություն, այդ թվում եւ գուցե իմ կողմից, հա,
որ հիմա մենք Եվրոպական միության ճանապարհով ենք գնում, այդ ճանապարհին օրինակ ավելի առարկայական քայլեր է պետք անել կամ կան օրինակ քաղաքական դերակատարներ, որ ասում են, այս գլխից է պետք բռնել հայտը ներկայացրեք, ճպցրեք Բրյուսել արդեն, չգիտեմ ինչ։ Դա լինում է որ ազդեցության պահի տակ, օրինակ եթե այդ թեմայով ինչ որ մտածմունքների մեջ ես, կարող ես մի պա ազդեցության տակ ընկնել, հա, ասել, հա, իսկապես էլի քիչ են անում, ուրեմն այս օրակարգը կարող է այսպես ֆասադային է կամ չգիտեմ, մենք տենց նախադեպ ենք ունեցել, մեկ ինչ որ ռևերս կարող է տեղի ունենա, չգիտեմ ինչ, բայց երբ որ sense հայտարարություններ են լինում, ինձ շատ ուրախացնում են, նշանակում է, որ Հայաստանը բավականին ճիշտ ճանապարհի վրա է։ Հայտարարություններ, եթե քաղաքական դերակատարաններ եւ շատ նման էր հայտարարության, դրա համար դու հայտարարություն ասացիր։ Հետաքրքիր է, երբ են սկսել պատրաստել զեկույցը, որ դու ասացիր, այդ էի մտածում եւ արդյոք այդ ժամանակ եվրոպական շուկան արդեն մաքսատուրքերը ազատական, հա, օքեյ, հայտարարություն արել է, բայց երևի այդ հայտարարությունից առաջ չէ հետո, որովհետեւ իրանք կարային ասել, որ Բրյուսելը բզբզում է Հայաստանի մաքսատուրքերից ազատելով իրանց մթերքի արտահանումը, այնա վիզաները ազատական, այսինքն անելով բաներ, որի հակառակը անում են իրանք, ոնց որ եթե մեր սիրտը պետք է իրանց երկուսին, մեր բանը քաղաքական սիրտը, ոնց որ պետք է երկուսը փորձեն լավ բաներ անել, չէ, լավ առաջարկներ անել, որտեղ վատ առաջարկների հետևից ոչ մեկը չի գնում։ Ոչ մի երկիր։ Դե բայց Ռուսաստանի տրամաբանությունն է նա, որ ամենալավ առաջարկները արդեն իսկ արված են, անշնորհակալ, մեռն Հայաստանին ասելով անշնորհակալ երախտամոռ, նույնն էլ երկաթուղու մասով, որ այդքան ներդրում արեցինք, այդքան աշխատատեղ արեցինք, դուք երախտամոռ եք։ Ու այդ զեկույցի ցիտելու ժամանակ նաև հիշեցի, որ Հայաստանը ոչ մեկին պետք չի։ Այո։ Բայց չգիտես ինչի բան են անում։ Բոլորը այտենց սխտատրով Հայաստանին փորձում են ձգել իրանց կողմը։ Ժորժ ջան, մենք եթե ոչ մեկին պետք չենք, մեզ հանգիստ թողեք, մենք սենց անպետք կմնանք, ոնց է։ Okay, ամես չլինել պետքական։ Մտածեք, այս բանն է, էլի, չի բռնում այդ քաղաքական հայտարարությունը, թե ուր են իրանք գնալու, ում են իրանք պետք եւ բան էլի։ Դե ու հա, այս զեկույցն է։ Մեր սրտի համար պայքար է, փոքր պայքար է, այս եկարի բանանի կարծրագրենք, որտեղ իրականում կարող է նույնիսկ լավ լիներ, էլի, եթե ճիշտ լիներ, որ Հայաստան ոչ մեկին պետք չի, մենք հիմա մեր համար հանգիստ մեր տնտեսություն զարգացնելով, մեր բոլոր ներքի ժողովրդավարությունը զարգացնելով, բայց նենց են բրցում, ոնց որ բոլորին պետք է երևի փոխել այդ հայտնի արտահայտությունը, թե ում են իրանք պետք ինչ որ նախկինում մեր փոխարեն ընտրում էին, հիմա մենք ենք ընտրում։ Դե այդ ինչ թվում է ահագին ժամանակա տենց է։ Չէ, այս իրավիճակն էլ էլի։ Այսքան կողմերը շահագրգռում են մեզ։ Հա, կարող է տարբեր տիպի է իրան շահագրգռելու մեխանիզմները, համակարգերը, բայց հա, հիմա մեզ փորձում են, քանի որ որոշումը մենք ենք կայացնում, մեզ փորձում են դրդել որոշման, որպես հավաքական նկատի ունեմ պետություն, մեզ փորձում են այս կամ այն կերպ դրդել այս կամ այն որոշումը կայացնել, որովհետև այդ որոշումը մենք ենք կայացնում եւ դա է տարբերությունը, այսպիսի իրավիճակում, երբ որ որոշումը դու ես կայացնում, համ ռիսկերն են մեծանում, համ հնարավորությունները, որովհետև քեզ համ շահագրգռելու առումով կարան փորձեն ավելի շատ բան առաջարկեն, որտեղ գիտեմ որոշում դու ես կայացում, ուրիշին պետք չի համոզել, այլ քեզ է պետք համոզել, համ սպառնալու առումով կարան քեզ ավելի շատ էլի բան անեն, ճնշեն, բայց ոնց որ որոշում կայացնելու գինն է դա։ Որ համ հնարավորություններ լայնանում, համ սպառնալիք։ Փաշինյանը Պուտինը զրուցեցին։ Եվ շատ ուրախ եմ այդ կապակցությամբ։ Հա, ես բան չասեցի։ Թող այսօր էլ զրուցեն։ Թող ազատ ժամանակը միասին զրուցեն։ Հաճախ են զրուցում նախ երկրների ղեկավարները, ոնց որ ամենահաճախ զրուցակիցներ միջև վերջերս Պուտինը Փաշինյանի էլի, այս վերջի տարիների ամբողջ բանի։ Հա, բայց Մակրոնն էլ ազգական է։ Հիմա ավելի հաճախ Մակրոնին է դա զրուցում, բայց բանի այդ 8 տարվա կտրվածքով վիճակագրություն որ հանես, Դե հա, այդտեղ օբյեկտիվ իրականություն կա, հենց որ դրա մասին չէ խոսքը։ Շնորհավորեց։ Ինչ ռեակցիա ես ուզում որ տամ։ Չէ, ուզում եմ շարունակել։ Ուզում եմ հասկանամ ինչ է ուզում իրա մի հատ չեղած շնորհավորանքի դիմաց։ Հա, դե լավ, հիմա չի։ Չէ, ես անկեղծ չեմ հասկանում այդ շնորհավորանքի վրա, այս հայ ժողովրդի ֆիքսվածությունը է։ Իսկ հիմա դա բան է, կեղծ, իհարկե կեղծ, արհեստականորեն խթանված բան է։ Այդ գիտես ինչ տրամաբանության մեջ է, չդիմավորեցիք Պուտինին,
Չեմ հիշում։ Բայց չէ իհարկե։ Էս այս կնայեմ նամակները։ Դա հեչ չի կանգառում էլի, իրար ճանաչել որպես։ Դե բանի շարքից է, Պուտինին չդիմավորեց պատերազմը։ Այդ շարքից է, էլի, շնորհավորեց։ Բայց մի երկիր է լիներ, որի շնորհավորանքին պիտի սպասենք, մինենց կայացած ընտրական ինստիտուտներով, ժողովրդավարությամբ, մեզ սովորացնելու բան ունի։ Կապ չին թե որ երկիրն է, մեզ նաև այդ առումով շատ ոնց որ զեկույցներում հետ ընկած տեղերի երկրներին շնորհավոր է, որոնց մենք սպասել ենք, որոնց ճանաչման անհրաժեշտություն ունեցել ենք։ Այդ ոնց որ այդ հանգամանք խառնել երկու պետություն, իրանց ներքին ժողովրդավարության հանգամանք խառնել երկու պետությունների հարաբերությունների հետ։ Բայց նրանց լրություն ենք պայմանավորում են, որ ընդդիմությունը ճնշումների է ենթարկվել, խախտումներ են եղել, ես մինչև մի երկրից են խոսում, որտեղ ընդդիմություն գոյություն չունի, էլի։ Ու ասենք, եթե Հայաստանը առաջնորդվի Ռուսաստանի պատկերացրած ժողովրդավարության տրամաբանությամբ, ես կասկածներ ունեմ, որ Գագիկ Ծառուկյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, Սամվել Կարապետյանը գուցե անգամ ֆիզիկական գոյության խնդիր ունենային Հայաստանում, եթե իհարկե կլինեին առհասարակ կենթանի։ Եթե Ռուսաստանի պատկերացրած ժողովրդավարության մոդելը Հայաստանը առաջնորդվեր, էլի։ Ես կատեգորիկ հրաժարվում եմ մտնել այն խոսակցության մեջ, որտեղ Հայաստան ժողովրդավարության արտահանող է հանդիսանալու, որտեղ կներես վատ տարածաշրջան մենք մեզ այդպես դիրքավորելու համար։ Չէ, չեմ ասում արտահանող, բայց ինչ եմ ուզում ասեմ։ Չի, էլի, ես թվում է շատ ոչ արդյունավետ բանի թեմայի վրա են կենտրոնացել, շնորհավորելա, դատապարտել։ Լավ, արի արդյունավետ թեմայի վրա կենտրոնացել։ Կարևորը գիտես որ խոսել են վարչապետը եւ նախագահը Ռուսաստանի, այդ իմաստով կարևորը դա է, որտեղ եթե ինքը չի ճանաչում եւ չգիտի ով է Հայաստանի վարչապետը, չէր խոսա իր հետ։ Դե հա։ Եթե խոսելա, ուրեմն ամեն ինչ այդ առումով նորմալ է։ Ինչ վերաբերում է զրույցի բովանդակությանը, ես շատ ուրախ եմ, որ վարչապետը այս սանկցիաների կապակցությամբ Ռուսաստանի նախագահին իր մտահոգությունն է հայտնել, որովհետև անդադար տարամեկնաբանություն կա արդյոք սա սանիտարահիգիենիկ թեմա է, թե քաղաքական թեմա է, մարդկանց մեծ մասի ընկալումներում, նույնիսկ Ռուսաստանից, հա, երբ որ խոսում են մեծ այդ սանկցիաների մասին, խոսում են որպես քաղաքական լծակ, բայց իրանց բյուրոկրատիայի մեջ փաստաթղթերում դա արձանագրված է որպես սանիտարահիգիենիկ խնդիր, ոչ թե քաղաքական։ Բայց այստեղ ռուսական ընդդիմությունը եւս քաղաքական է հարցը դիտարկում։ Ռուսական իշխանության ներկայացուցիչներ են հրապարակային խոսքի մեջ, այդ թվում եւ ռոպագանդայի բանի ներկայացուցիչները, երբ որ խոսում են, նկարագրում են, որ դա քաղաքական բան է, էլի, որ այդ տեսակ դուք այս ընտրեցիք, ձեզ հետ էս եղավ, այսինքն պատմում են, որ դա քաղաքական է։ Բայց փաստաթղթերով ինքը սանիտարահիգիենիկ է։ Եվ միակ մարդը, որ այդ առումով դիրքորոշում կարծես թե չի հայտնել ոչ այս կողմի, ոչ այն կողմի վրա նախագահն է Ռուսաստանի, եւ կարիք կա, որ Ռուսաստանի նախագահը ասի արդյոք սա իսկապես սանիտարական հարց է, մենք պետք է գնանք մեր կատնամթերքի որակը լավացնենք կամ Ծիրանի մեջի բլոկչներին գտնենք, ճտտացնենք, թե քաղաքական հարց է, եւ եթե քաղաքական է, դրա դիմաց ինչ է ակնկալվում ու ես կարծում եմ, որ դա, այսինքն ինչն է նիտով, որ ինչ է ինչի, որ Չէ, բայց այդ էլ անիմաց չի։ Չէ, բայց պետք է իմանանք ինչ է ակնկալում։ Չէ, բայց ինչ է ինչի Հայաստանի հետ։ Հայաստանի հետ ամեն ինչ օքեյ է։ Բայց ակնկալը պարզ է, այն չի, որ իրանք օքեյ չեն ձեր արտաքին քաղաքականության հետ, իրանք օքեյ չեն իր ազդեցությունների նվազեցման հետ։ Դա քո համար է։ Ոնց որ դու ենթադրության բան ունես, էլի, ինչ-որ սանդրակ ունես։ Ինչ է Հայաստանը արել, որ Ռուսաստան արդյունքների հետ ժողովրդի գնացել ընտրել են։ Հա, բայց օքեյ չէ, ասածս է։ Դա ի՞նչն է։ Ես չգիտեմ, ոչ ոք չի ասում, չէ՞, ասում են բլոկներ կան։ Եթե քաղաքական է, պետք է պատմվի, որտեղ երբ որ Ռուսաստանի սանկցիաների են ենթարկվում։ Դե ամեն ինչ չի ասում են դուք հարձակվել եք Ուկրաինայի վրա, դադարեցրեք եւ մենք սանկցիաները կհանենք, երբ որ Իրանին են սանկցիաների ենթարկում, ասում են դուք միջուկային զենք եք ստեղծում, դադարեցնեք եւ մենք սանկցիաները կհանենք։ Երբ որ Հայաստանին է Հայաստանին, երբ որ Թուրքիան սանկցիայի է ենթարկել, փակել է ճանապարհը, ասել դուք մտել եք Քելբաջար, դուրս եկեք, այսինքն սանկցիան ինքը քաղաքական բովանդակություն է, կոնտեքստը։ Մեզ ասել են բլոկներ կան, եւ եթե քաղաքական կոնտեքստ կա, սա պետք է պատմել, խոսել։ Ես ինչ եմ ասում, ես ուրախ եմ, որ հիմա կարծում ես Պուտինը պատմել է Փաշինյանը։ Չէ, դե ակնհայտ կլիներ, եթե լիներ, եթե այդ խոսակցությունը եղածներ ինչ-որ ձև հաղորդագրության մեջ կերևար, ես բնականաբար այդ խոսակցության բովանդակության մասին միայն բանով հայկական եւ ռուսական մեդիաներով գիտեմ,
ոնց որ ավելի բան չգիտեմ, բայց շատ կարևոր եմ համարում, որ այդ հարցը երկրների ղեկավարները ուղիղ իրար հետ քննարկեն, ոչ թե ասենք բանի ՍԱՏՄ-ի պետերը, որտեղ եթե իսկապես այնքան է թեման մեծացել, որ բոլորն են մտածում, որ քաղաքական է, պետք է պատմել, նկարագրել, քաղաքական ինչ խնդիր կա։ Լավ, դե կսպասենք Պուտինը կպատմի ձեզ ORT-ի եթերում երևի։ Ըստ քեզ ինչի անդադ այդ թեման առաջ բերվում հանրակրվե անելու։ Որ ինչ։ Դե սկսենք նրանից, որ մենք 2/3 չունենք խորհրդային ու չենք կարող հանրակրվե անենք։ Հետևաբար երբ պետքա սպասել հաջորդ գումարմանը կամ չգիտեմ ինչ որ լուծման գալի թե հանրակրվեի բան լինի, իմ տպավորությամբ այդ քաղաքական իրադարձության անհրաժեշտությունն է, որովհետև նախորդ շրջափուլում քաղաքական ճանապարհով, հա, ընտրությունների ճանապարհով ձախողվել է ու հիմա նոր իրադարձություն է ուզում ստեղծվի, եթե ճիշտ եմ հասկանում, այսինքն Ռուսաստանի դիտանկյունից ռուսները ուզում են ցույց տալ, որ Հայաստանի ժողովուրդը չի ուզում գնալ Եվրամիություն։ Եվ իրենք դրա համար ամեն ինչ կանեն։ Հա, օքեյ, շատ լավ։ Հանրակրվե արեք, որովհետև ձեր քաղաքական գործիչների եթերապարական տեքստերը բաները ոնց է բավարար չափով ներկայացուցչական չեն։ Ես չեմ հասկանում, այսինքն ինչ իմաստով։ Ես ուզում եմ ընդունվեմ համալսարան, չէ՞, հայտնում եմ իմ նպատակադրման մասին, այսինքն բաժինն է։ Եվ քննությունները գալու են 1 տարի անց, օրինակ, որ պետք է գնամ հանձնեմ։ Ինձ սաղորը տունը ճիպոտեն, ասեն, չէ, այսօր քննություն հանձնի, տեսնենք։ Ընկերի ո՞նց հանձնեմ։ Հա, հասկանում եմ քո ասածը։ Նախ արի արձանագրենք, որ Հայաստանը չի կարող ԵԱՏՄ-ից դուրս գալ կամ Եվրամիություն մտնել, անդամակցել Եվրամիությանը, նույնիսկ տեխնացու դառնալ առանց հանրակրվեի Հայաստանի գործող սահմանադրություն դա արգելում է։ Այն սահմանադրությունը, որով մենք մտել ենք ԵԱՏՄ, նախորդ սահմանադրությունը 2005-ի սահմանադրություն, դա թույլ է տվել։ Բայց այս սահմանադրությունը, որով մենք դուրս պետք է գանք ԵԱՏՄ-ից, դա թույլ չի տալիս։ Հետևաբար գուցե նույնիսկ չգիտեմ, այս հարցը սահմանադրության փոփոխությունների շրջանում կամ նոր սահմանադրության շրջանում արժե հասցեագրել։ Ներառյալ այն հարցը, թե որ պարագաներում պետքա հանրակրվեներ լինեն, որովհետև գործող սահմանադրության դեպքում հանրակրվե գործնականում անհնար է, էլի ոնց է ինչքան գնա, բարձր այնքան բազմազանալու է ազգային ժողովի տոկոսները, ինչը ցույց է տալիս թե մեր պրակտիկան, թե միջազգային պրակտիկան մենք եղել ենք 72, 73%, հիմա 45%, ինչքան գնա 2/3-ը այնքան բան է, էլի բաշխվելու է շատ ուժերի միջև, գուցե դա լավ միտք է, որ կոնսենսուս լինի, բայց եթե կոնսենսուս լինի, ես օրինակ ոնց որ եթե մեր ընդդիմությունը ուզենա այս հարցը բերի օրակարգ, Եվրամիության անդամակցության շուրջ հանրակրվեի օրակարգ, հարցը բերի օրակարգ, ես կարծում եմ կառուցողական կլինի, եթե մենք իրանց առաջարկենք նոր սահմանադրության հարց օրակարգում ունենալ, ի վերջո այս հարցը քննարկվել է, որոշում կա, նախագիծ շուտով կլինի, այսինքն շատ երկար ժամանակ մենք այս նախագծի վրա աշխատել ենք եւ ունենք նախագիծը։ Իսկ ինչ վերաբերում է մյուս հարցի համար էլ կստեղծենք Եվրամիության անդամակցության կամ ԵԱՏՄ-ից դուրս գալու հանձնաժողով, որում ընդգրկված կլինեն նաեւ ընդդիմության անդամներ, թող գնան քննարկեն, որ նախագիծ պատրաստեն, միջև կտեսնենք ինչ կլինի։ Կլինի, չի։ Շատ լավ, բայց բարձր չէ՞ որ պատկերացումն է այդ ընթացակարգի վերաբերյալ, էլի ես ոնց որ ոչ մեկի հետ չեմ կորտակցել, բայց ինձ թվում է դա առողջ ճանապարհ։ Խորհրդանի ընդդիմությունը հենց այդ նարատիվների անդրադառնալու է, նարատիվների հա, բայց նախագիծը բերելու է դեպի շրջանառություն։ Չէ, վայ։ Դե ոնց որ նարատիվները այտենց սաղորը բան է։ Ոնց որ իրանք անարդյունավետ են։ Վերջում արդյունք ստանալու համար նախագիծ ապետ նարատիվ չպետք։ Իդեպ, նարատիվ ասեցիր, հիշեցի։ Ասա։ Դու Մեդիա-ի հետազոտությունը կարծես ես։ Անցած շաբաթ ուրեմն Մեդիա-ի մի հատ հետազոտություն է արել, նախընտրական շրջանում 23000 YouTube-յան վիդեոյի մեկնաբանություններ է հետազոտել, 115000 մեկնաբանություն արհեստական բանականության գործիքներով, եւ բարձել է տեղի, որ մոտավորապես 40%-ը արհեստական ծագման կամ բանի ֆեյքային կամ բոտային մեկնաբանություններ են, ու դուրս է բերել այն 15 հիմնական նարատիվները, որոնք այդ բոտերը ստեղծել են։ Ուզում եմ այստեղ կարդամ ու նաև քեզ հարցեր ունեմ, էլի որպես մեդիայի մասնագետ այս ոլորտի հետ կապված։ Ուրեմն առաջին տեղում բանն է Ռուսաստանը Հայաստանի անվտանգության միակ երաշխավորն է։ Նարատիվ 1.
Երկրորդ, Արևմուտքը ԱՄՆ եւ Եմեն ցանկանում է ուկրաինացնել Հայաստանը։ Երրորդ, Հայաստանի գործող իշխանությունը դավաճան է եւ կամ արտաքին ուժերի կամակատար։ Չորրորդ, Եմեն պարտադրում է անբարոյական եւ ավանդույթներին հակառակ արժեքներ։ Հինգերորդ, Հայաստանի եւ ԱՄՆ-ի հարաբերությունների խորացումը վնասելու է Իրանի հետ հարաբերություններին։ Վեցերորդ, Հայաստանում հաջորդ տարի ընտրությունները կեղծվելու են նախորդ տարվա այդ շրջանի 23000 վիդեո պատկերացրու։ Հայաստանում հաջորդ տարի ընտրությունները կեղծվելու են, Արևմուտքը չի քննադատելու այդ ընտրությունները եւ ընդունելու է կեղծված ընտրությունների արդյունքները։ 7-րդ, Հայաստանում ժողովրդավարությունը բռնապետություն է։ 8-րդ, Հայաստան կորցնում է ինքնիշխանություն եւ դառնում է ԱՄՆ-ի ու ԵՄ-ի կամակատար։ 9-րդ, Հայաստանին տանում են դեպի թրքացում, չէ՞, այսքան ուշ հասանք։ 10-րդ, Եվրոպական միությունից դուրս գալ եւ ԵՄ-ին միանալը խիստ վնասակար, նույնիսկ կործանարար կլինի տնտեսության համար։ 11-րդ, Հայաստանը ԵՄ-ին չի հետաքրքրում կամ հետաքրքրում է միայն Ռուսաստանի վրա ճնշում գործադրելու համար։ 12-րդ, ԵՄ-ն անզոր է Հայաստանի անվտանգությունը երաշխավորելու հարցում։ 13-րդ, ընտրությունները կլեգիտիմացնեն ապազգային քաղաքականությունը Հայաստանում։ 14-րդ, Արևմուտքի հետ ռազմական համագործակցությունը Ադրբեջանի հետ նոր հակամարտության պատճառ կլինի եւ 15-րդ, ԱՄՆ-ն ու ԵՄ-ն չեն կարող փոխարինել ռուսական էներգակիրները։ Այս բանը սպեկտրն է նարատիվների, որոնք կարողացան դուրս բերել արհեստական բանականության գործիքներով ու հայկական YouTube-յան տիրույթի մեկնաբանությունների 40%-ը այս օրգանիկ չի, ոչ օրգանիկ ճանապարհով ստեղծված բան է։ Այդ 115000-ի մեջ կարծեմ մոտ 50000-ը այս ոչ օրգանիկ մեկնաբանություններն են ու շատ ժամանակ նույն IP հասցեից, նույն օկտատերը միևնույն ժամանակ նույն վայրկյանի ընթացքում տասնյակ տեղերում ագրում, ասենք ինչ-որ բաներ էին բացահայտել։ Ոստեղ ինձ ամենահետաքրքրող բանը այն է, որ ոնց խոսքի ազատությունը կարծիքի արտահայտման, կարծիքներ տարածելու, կարծիքներ ձևավորելու ազատությունը ոնց է աշխատում, երբ որ այսքան մեծ ազատություն կա, ըստ էության Հայաստանը աշխարհի 5-րդ ամենաազատ ինտերնետով երկիրն է։ Առաջին հնգյակում եվրոպական երկրները այդտեղ չկան, որովհետև եվրոպական երկրները մի շարք ռուսական բաներ սահմանափակել են։ Ու այդ ազատությունը որքանով է օբյեկտիվ սարքում, ոնց որ օգնում մարդկանց ինքնուրույն օբյեկտիվ կարծիք ունենալու, որտեղ սա ոնց որ վնասարար է դառնում ազատությունը։ Ոնց կարող ազատություն վնասարար լինի։ Ես մի հատ նենց իրավիճակ է, որտեղ բան է, էլի օքսիմորոն է։ Չէ, այսինքն ազատությունը, ոչ ազատությունը, ոչ չազատությունը, իրանք ստերիլ միջավայր չեն։ Այսինքն ոչ մեկի պարագայում չի կարա չլինի չվնասելու գործոն, հա։ Հակառակը չազատության դեպքում այդ վնասելու գործոնը ինձ թվում է շատ ավելի բարձր է, շատ, քան ազատության դեպքում, երբ որ ցանկացած տխմարություն կարելի է շրջանառել ու վստահ լինել, որ ինչ որ X խումբ մարդկանց ազատության դեպքում տխմարություն շրջանառելը նորմալ է, որովհետև մարդկանց մեջ կան նաև տխմարներ։ Ու ոնց որ իրենք իրենց տխմարության ազատությունն ունեն, բայց օրինակ բան անել, արհեստականորեն ստեղծել միջավայր, որտեղ իբր թե դոմինանտ կարծիքը այն է, որ չգիտեմ, նորմալ է, տեխնոլոգիական զարգացումը, ազատությունը։ Ալեն Սիմոնյանը, եթե չեմ սխալվում, Ալեն Սիմոնյանը, հա, Ալեն Սիմոնյանը, այդ հիբրիդային գրողների ժամանակ մեկնաբանության հետ մեկում ասաց, որ Ռուսաստանից օրինակ գալիս են ստեղ, չգիտեմ, առնում են կայքեր, էս են անում, այն են անում, դաշտը ազատ է եւ կարողանում են իրենց օրինակ նարատիվային հիբրիդային գործողություններ ծավալել, հա։ Okay, շատ լավ։ Այն որ ազատ է, այդ շատ լավ է, այն որ սահմանափակումներ գրեթե չկան կամ շատ քիչ կան, այդ շատ էլի լավ է։ Այն որ տեխնոլոգիական զարգացումը ամբողջ աշխարհում ավելի լավ է ու շատ ավելի լավ է, որ Հայաստանը դրա մի մասն է, ոչ թե կողքից նայում է, էլի ամեն ինչի։ Ու բնականաբար այս ամեն ինչի համար Սիմոնյանի մեկնաբանությամբ, այսինքն համաձայն եմ իր մեկնաբանության հետ, ազատ դաշտը, այս ամեն ինչը գտնում է իր տեղը այդտեղ, հա։ Դավար ստեղ կարևոր է պետական ինստիտուտներ, մեդիագրագիտություն, պետական ինստիտուտ, որ ասում ես, ինչ նկատի ունես, ինչ պետք է անպետություն այդ կոմենտները։ Այսինքն չգիտեմ, օրինակ հիբրիդային կոմենտների մասին չեմ ասում, այսինքն ես ընդհանուր համատեքստում եմ դիտարկում, որովհետև այս չէ, ես համաձայն չեմ ինչի, այս կոմենտները իրանք հոտ այնց առանձին մի հատ ինչ որ
իրանցով կոմենտ չեն, ասենք ընդհանուր մի հատ ծրագրի կամ քաղաքականության մի մասն է, մի բաղադրիչն է։ Ասելով օտար երկրի ինչ որ քաղաքականության մասը, ոչ են գնալ օտար երկրում բաներ։ Ոչ, այսինքն դու ընդհանուր այդ քաղաքականության ինչ որ հակազդման միջոցներ ես, չէ՞, կիրառում։ Կիրառել է, չէ, Հայաստանի։ Չէ, բայց որն է քո կարծիքով արդյունավետ միջոցը պաշտպանելու իմ համար էլի խոսքի ազատությունը, որովհետև իմ համար սա խոսքի ազատության ոնց որ ինքը սահմանափակում է։ Իմ ականջին սա նստում է որպես խոսքի ազատության սահմանափակում։ Իմ համար աշխարհի ամենակարևոր բաներն է, որպես քաղաքական գործիչ, երաշխավոր, այս մարդկանց, որ առաջ եմ գնացել, հեղափոխություն եմ արել, բան եմ արել, որ մարդկանց բազմազանությունը իրանց տարբերություններով պաշտպանված լինի։ Ես չեմ ուզում մարդիկ բոլորը դառնան իրար նման։ Հա, հասկացա, բայց դու ոնց ես։ Բայց հիմա իրանք ոնց որ մարդկանց սուբյեկտայնությունը ճզմում են այս բանի ազատության տված հնարավորությունների բերումով, բայց սա չի ազատություն, այն 60% խառախուռը մեկնաբանություն։ Հա, բայց չէ, նայ, մի րոպե, միացած հանգամանք էլ էլի, այդ որ ասում ես, բա այս ինչ անել օրինակ սրա, հա, եւ սա ազատության կամ խոսքի ազատության սահմանափակում ես դիտարկում կամ ճնշում կամ դրա դեմ ոտնձգություն, չգիտեմ։ Նախ ֆիքսենք նրանից, որ այդ 40%-ը դա մեկ կոնկրետ ինչ որ տեսա նյութի տակ կոմենտներ չեն, հա, այսինքն որ այսպես նայում ես եւ մի անգամ ասում ես Այս սա ֆեյք է։ YouTube-ի բանի մեջ, բաշխված են։ Ահա, շատ լավ։ Հետեւաբար այդտեղ տեսակարար կշիռ է 40։ Հա, ես համաձայն եմ, որ տեսակարար կշիռ է, բայց ասենք որ այն տրամաբանության որ ասում ես, պետքա մենք ես մեկնաբանող չեմ YouTube-ում առանձնապես, բայց այդ մեկնաբանողները իրանց բանով ներկայությամբ ճշեն, այս կարծում եմ, հա։ Այսինքն, հա, բայց կարծիքով ավելի հավանական չի, որ իրանք իրանց դիրքորոշումները այդ կրկնելով կճշեն մարդկանց ինքնուրույն բան ձևավորելու Չէ, բացարձակ։ Չի ազդում։ Գիտես որ բարագայումից թվում է կլիներ, այդ քո ասած ազդեցությունը կլիներ, երբ որ Հայաստանում լիներ բռնապետություն։ Այդ էֆեկտը կտա։ Որ ավելանում են իրանք այդ բանի էլի այդ վնասարար քաղաքական ուժերին համագրող ձայները դարձել են հասել 5 միլիոնի։ Դե դուք չեք ասում ընտրական շարքով։ Իսկ էս ասում է թե օրինակ իմ կարծիքով ես ճիշտ ես հեղումանում ես ավելի շատ ընտրական շարքի գործոնի վրա եմ հապում։ Բայց օրինակ այդ որ Հայաստան թքացնում են։ Այդ ինչքան մարդու վրա ազդում, ինչքան Բայց դու կարծում ես ասենք դա Իհարկե կան մարդիկ, որոնք ազդում են, եւ դու նրանց պետք է պաշտպանել այդ մարդկանց, էլի իմ խնդիրը այն չի, որ այն մարդկանց ովքեր մտածում են այդպես, էլի ոնց որ ովքեր ազդվում են այդպես, էլի ոչ թե ովքեր ստեղծում են այդ նարատիվը, այլ ովքեր ազդվում են այդ նարատիվը։ Պաշտպանում ես այդ մարդկանց։ Ասեմ ոնց է պետք պաշտպանել այդ մարդկանց։ Այն օրինակ թրքացման մեջ որ մեղադրել են, չէ՞, ինչ որ կոնկրետ օրակարգեր, քաղաքականություններ են, չէ՞, բերել օրինակ եւ ասել, տեսեք, ժողովուրդ ձեզ թրքացնում են, հա։ Չմոռանալ այդ օրակարգերը եւ քաղաքականությունները։ Դրանք եթե ինչ որ որոշումներ են կայացվել, գնացել են, մենք հիմա տենց նորմալ ապրում ենք, չենք թրքացել այդ որոշումներից, բերել քաշ տալ այդ որոշումների նորից ամբիոն, ճպցնել այդ մարդկանց դեմքին։ Բան է, հիմա ոնց որ Ծիծեռնակաբերդի մյուս մույթի նորոգման աշխատանքներն են գնում։ Ուրա, քանդվեց, փակեց։ Այս անգամ քանդել ենք, այս անգամ ինչ ենք անում, հա։ Հա, այսինքն չթողել որպեսզի թեման մեռնի, կոպիտ ասած, որովհետև ես համաձայն եմ, որ շատ մարդ կա, օրինակ իմ շրջապատում էլ կան մարդիկ, ովքեր օրինակ ֆանտաստիկ մի բան ասեմ, էլի։ Հիմա չեմ հիշի կոնկրետ Պորտուգալիա, եվրոպական երկրներից մեկը, որ այստեղ ինչ որ ֆուտբոլային գործունեություն պիտի ծավալի, վերջերս լուրը կարդացի, բայց քանի որ տենց առանձնապես հետաքրքրված եմ, տենց աչքի պոչով նայեցի, ոնց է Յուվենտուսի ակումբ բան, ոնց որ էդ էլ, ցածնեց, ինչ որ մի բան, եւ իմ ծանոթներից մեկը ինձ սենց անում։ Ճիշտ է, որ ֆուտբոլի ֆեդերացիայի կեսը ծախել են Պորտուգալիայի։ Հա։ Ես դե օրինակ այդ բաները լուրերը տարօրինակ մարդիկ այս տեղերից են կարդում, որ մենք ոնց որ կարող ենք հետևենք չիմանանք, ինքն ինչ որ տեղից ասկա անգնի բան։ Հա, բայց միջև ինքնից այսպես տեսնելը, ինքը տեսել է դա, քանի օր, եւ այդ համոզումն է ունեցել, եւ ինձ տեսել է հիշել ու տարակուսած ասում է։ Տեսնես եւ բոլորին բացատրես։ Պատկերացնում ես։ Այսինքն, հիմա դու մի հատ բան ես ասում։ Չէ, ուզում ասեմ, մենք պատկերացում չենք ունեցել, որ գոնե նույնիսկ հերք ենք։ Հա, բայց ուզում եմ ասեմ, իմ հան գալիս ենք իմ ասածին, այդքանի հետևից չես կարող դնել։ Հա, ես օրինակ բանի առումով պետական ինստիտուտների
արագ արձագանքման առումով ես ֆիքսել եմ, որ իշքան արձագանքում ենք, այնքան շատանում են կեղծ լուրերը, որպեսզի բանը ամբողջ աշխատանք կաթածահար լինի եւ մարդիկ նստած հերքումների վրա հողալակ գործանեն, նստեն հերքեն ամբողջ ապարատը նստի հերքելու։ Չէ, բայց հերքումներ պետք են։ Հա, ինչ որ բաներում թեմաներում մանավանդ եթե մեծանում են պետք է, բայց օրինակ իրանք ոնց որ դրանից օգտվում են, էլի սարքում են հերքող մեքենա քեզ, ոչ թե Կարևոր թեմաների մասով կարծում եմ պետք են շատ կարևոր։ Ես կարծում եմ այդ առումով լրագրողները, որոնք հենց տեղեկատվության տարածման կարծես պատասխանատուն են, էլի իրանց էությամբ, իրանք պետքա զգան եւ բանանեն, էլի արագ հարցնեն, փորձեն ճշտել, այսինքն արագ փորձեն հասկանալ, իրանք ավելի լավ են զգում, էլի դու մի բաները, մի այդպես պատկերացրու մեզ, մենք իսկապես ինչ որ բանի բաբլի մեջ ենք, մեր մասին, մեր կեղծ լուրերը մեզ ավելի շատ տիրաժով են հասնում, քան օրինակ ձեզ դուք հանրային միջավայր եք, որ միշտ շատ տեսակ արար կշիռի, ինչի քիչ դուք ավելի լավ եք զգում, ու ինձ թվում է ոնց որ բարեխիղճ պատասխանատու լրագրողներ պետք է այդ ուղղությամբ ջանք գործադրեն ու այդ լրագրության ինստիտուտի այդ ամբողջ խեղումը ինձ թվում է նաև բան է, էլի այս ամբողջը փոխկապակցված են իրար հետ, որովհետեւ խոսքի ազատության հիմնական շահառուները պետք է լրագրողներ լինեն, բայց ինչով են զբաղված լրագրողները։ Արի չխորանանք այդտեղ։ Օրինակ մի հատ մեդիա կա, անունը չեմ ուզում տամ, ոնց գրանցած մեդիա է, ու երկու հատ լուր է տարածը վերջի ամսվա ընթացքում, մեկը որ հայկական ծիրանու հետ ուղարկեցին Ուկրաինայից եւ Սատումն դա հերքեց, մեկը որ հայկական ծիրան փչատում։ Իսպանիական։ Նայ, ուկրաինացիք ասեցին մենք ոնց որ մենք ձեր ծիրանը արդեն կերել ենք, ոչ թե հետ ենք ուղարկել դրա համար չեք գտնում։ Երկրորդ անգամ ասեցին որ Իսպանիայում նեխել է, իսպանիայցիք ասեցին վայ ժողովուրդ ջան, այդտեղ ծիրան չկա, ուղարկեք, մենք ոնց է նեխացել կուտենք, բան, նկատի ունեմ այդ ռեակցիա, որ ոչ ընդեղ էին ուղարկել որ նեխել, ոչ էլ դերից էին հետ ուղարկել, սպառվել են։ Բայց այդ մեդիան շարունակում է գործունեություն ծավալել։ Այս ու մարդիկ շարունակում են կարդալ այդ մեդիան։ Այսինքն չկա տենց մի հատ հանրային ընկալում, որ եթե սա մի հատ կեղծ լուր է տարած, եւ ակնհայտ կեղծ է։ Բոլորս գիտենք, չէ՞, որ այդ երկու լուրը կեղծ է։ Վնասարար կեղծ է։ Այսինքն ես այնքան հաշտ կլինեմ, եթե այդ մեդիայում լինեն վերլուծող լրագրողներ, ովքեր կվերլուծեն, թե ինչքան վատ է Հայաստանի համար ծիրան արտահանել Իսպանիա։ Եվ հոդված գրեն, որպես վերլուծություն, կարծիք դիրքորոշում, բայց դա ախր ակնհայտ սուտ է, էլի, այդ ակնհայտ սուտ տարածող մեդիային հետո ո՞նց են նորից կարդում մարդիկ։ Ասենք ես էլ այդ հարցը ինձ միշտ տալիս եմ։ Նույնը կարող եմ ասել։ Ու հերքում ներողություն բան չի եղել։ Նույնը կարող եմ ասել նաև, օրինակ, չգիտեմ, քաղաքական գործիչների մասով, ովքեր, այսինքն ես նկատի չունեմ, շարքային ինչ որ բաներ, որ խոսք են տվել չեն արել կամ կիսասուտ են ասել։ Նկատմամբ իդեպ ամենախիստն եւ դա բանի Սերժի դեպքը ամենալավը ցույց տվեց։ Ինչի չեմ կարող բացատրել թե ինչի մեդիա ինչ պետք է անենք, որ հանրությունը պատասխանատվություն պահանջի մարդկանցից խոսքի համար, դա խոսքի։ Եվ ի պետք է վճարի այդ մեդիային։ Ես կարծում եմ, որ այս խոսքի ազատության դարաշրջանը ոնց որ վերջա այն ոչ թե ազատության դարաշրջանը, այս խոսքի ազատության մասին հոգ տանելու դարաշրջանը պետք է հակելի խոսքի պատասխանատվության մասին դարաշրջան բացել, որ ինչքան ազատ է խոսքը, այնքան պատասխանատու պետք է լինի, որտեղ մենք պատասխանատու խոսքի մշակույթ բացարձակապես չունենք։ Կան հանրություններ, այս դեպքում պետությունների երկրներ, որտեղ ասենք խոսքի պատասխանատվությունը այնքան բարձր մակարդակի վրա է, որ մարդիկ իրանք քաղաքացիները կոմենտ գրելուց առաջ մի 10 անգամ double check են անում, տեսնեն իրանք այս օրինակ աստղի, արտիստի կամ չգիտեմ քաղաքական գործիչի մասին ճիշտ են ասում, թե չէ, որ հանկարծ բան չունի, սուտ խոսան դուրս չգան, իրանք օգտատեր են, բայց իրանք գործի տեղը կիմանան, որ ինքը սուտ խոսանա եւ գործի տեղը իրան վատ կվերաբերվեն։ Այս հանրույթներ կան, էլի, որ ոնց որ մարդիկ մերժում են այդ։ Նայ, դու ոնց ասացիր, որ կան մարդիկ, ովքեր ամեն տխմարությանը հակված են հավատալ։ Այդ թվում եւ կան մեդիաներ, որոնք պատրաստ են, այո։ Հա, մարդիկ եւ մեդիաներ կան, բայց հարցը իրաց տեսակարար կշռում ասում է ինչ պետք է անենք, էլի, որ մենք այս բանի արդյունքում Գիտեմ, չես փակի։ Ամբողջ լրատվական հանրային բարձավանք խոսել դրա մասին, ասել անունը տուր, քիչ է, ասում ես մի մեդիա անունը չեմ տա։ Եվ նենց։ Անունը տուր, այդպես են աշխատում նաև դրա դեմ, անունը տուր։ Հա, բայց քո եթերը փչացնեն։ Ինչով ես փչացնում։ Դե վատ անուն են։ Այդ մեդիան արմատա։ Ահա։ Եթե ինչ-որ մեկին հետաքրքիր է։ Շատ լավ։
Հուսով եմ հետաքրքիր չի ձեզ, չհետաքրքրվեք էլ, հիմա կասեն հակակարողություն է անում եւ այլն։ Մի թեմա էլ եթե մի քիչ ժամանակ ունենք, որ կուզեի շատ դու պետք է ասես ժամանակ, թե չէ երբ ենք։ Հա, ունենք ժամանակից թվում է։ Ժամին չի։ Այդ չլի կիսա կտրես ասա։ Ես ուզում եմ մի թեմայի մասին խոսենք, այդ մասնավորապես բանակում զոհ ունեցանք։ Հետո այն Մելիքյուրի դեպքը իրավապաշտպաններից մեկի հետ էի խոսում, ասում էր, որ կնասպանության դեպքերը բավականին շատացել են, հետո ՆԳՆ-ն բան հրապարակեց էլի, որտեղ ցուցանիշ տնտեսական բռնություն եւ այլն ավելացել էր նախորդ տարվա այս առաջի կես տարվա հետ համեմատած, ու ինձ համար ես բանակի պարագայում, երկուսի պարագայում էլ այսպես ասեմ շատ ցավալի է բնականաբար, բայց շատ ավելի ծանր եմ տանում բանակի պարագան, քան օրինակ քաղաքացիական կյանքի պարագան, որովհետև երբ որ դու քաղաքացիական կյանքից տարբեր սոցիալական շերտերից մարդկանց պարտադիր առանց նրանց կամքը հարցնելու բռնում տանում ես քո ուղիղ հոգացության ներքո եւ իրանք այլևս քաղաքացիական իրավունքներով օժտված չեն եւ ամբողջությամբ քո վերահսկողության ներքո են գտնվում եւ այդ վերահսկողության մեջ երբ որ դու թերանում ես իսկ քո այդ տրամաբանության մեջ դե ավելի ծանր տանես բանտերում ինքնասպանությունների եւ սպանությունների դեպքերը, որոնք տոկոսով տեսակարարքշռով շատ ավելի բարձր։ Դե այդտեղ գուցե ենթագիտակցորեն մխիթարանք մի բան կա, որ այս մարդիկ ինչ որ մեկի կյանքն են խլել, ինչ որ մեկին ես ինչ այդ ասում եմ ենթագիտակցորեն ստեր ինչ որ մի հոգեբանական ամենաիրական ամենախնդրահարույցը այդ իմաստով պետության հոգացան ներքո գտնվող մարդկանց սպանությունների վիճակագրության ինքնասպանությունների առավել եւս ինքնախեղումների բանտային Okay, դե էտել ենք ներառում մի խոսքով ու չգիտեմ գիտես ես բանակում ծառայել եմ ու վստահ եմ որ այս դեպքերը երբ լինում են սրանք հենց դե բնականաբար ուղիղ սպայակազմի եւ ուղիղ անմիջական ենթակա հրամանատարների պատասխանատվության հարցն է նաեւ որովհետեւ այն որ Սերյան Օհանյանը ժամանակին ասում էր արդարացնում էր ասում էր դա ինչ հասարակությունն է այն էլ բանակն է չգիտեմ ես ինչ հա բայց չէ ես տենց չեմ ուզում շատ համեմատեմ որ հասարակությունից բարքեր են գալիս դեպի բանակ կա տենց չէ կա բնականաբար կա հա բայց ասենք դու լավ ճանաչելով քո հասարակությանը դու ունես վերահսկողության մեխանիզմներ պիտի ունենաս որ հնարավորինս մինիմալիզացված լինի քո կարծիքով ինչի՞ց են բանակում ես շուտ ծառայել ինչպես կարելի է մի անգամ սկսել ընկնել ինչի՞ց են բանակում այդ սպանությունների ու ինքնասպանությունների դրդման դեպքերը ամենաշատը տեղի ունենում ամենաշատը տեղի են ունենում որովհետև բանակում ներողություն բոլորի մասին չի խոսքը բնականաբար անմիջական ենթակայության սպայակազմը ինքը հենց առաջնորդվում է քրեական քուչայական մտածողությամբ եւ իրեն ավելի հեշտ է կոմունիկացվել այդ մտածողություն կրող մարդկանց հետ այդ մարդկանց վրա դնել մնացածի պատասխանատվությունը գործընթացների կազմակերպման պատասխանատվությունը եւ իրենց գլուխը ազատել եւ իրենց հետ գործ ունենալ մեկին դնում են պատասխանատու եւ այդ պատասխանատուի հետ են աշխատում որը հիմնականում քրեական ենթամշակ մեկին չէ մի քանիսը որտեղ իրենք դրա կրողն են ինքը այլ ձև չի կարող այդ գործընթացը կազմակերպի ոչ կարող է վերահսկի ոչ կարողանում է մարդ նշանակի ինչ որ ծառայություն իրականացնի ոչ մի բան ինքը դա արտապատվիրակում է այդ քրեական ենթամշակույթ կրող կամ այդպիսի մտածողություն հակումներ ունեցող անձանց որտեղ ինքը եւս գործընթացները պատկերացնում է այդ տրամաբանության մեջ Էտա այդ օղակում էտա Լսի ես իհարկե կապում եմ քրեական ենթամշակույթի հետ ու բնականաբար ես այդքան լավ տեղեկացված չեմ փակ հասարակությունը փակ համայնքա եւ միգուցե բայց արժի բացել ես կարծում եմ որ այն քաղաքացիական հասարակական կազմակերպությունները ովքեր բանակի քաղաքացիական վերահսկողության թեման են առաջ մղում ոնց որ իրանց պետքա զորեղացնել նաև իրանց հետ քննարկել օրինակ չգիտեմ Արմինեի հետ եթե դու քննարկես այս հարցին քեզ ավելի օգտակար բաներ կտա որովհետև նման հարցերը երևի թե առաջին հերթին քաղաքացիական վերահսկողության միջոցով են լուծվում որ Հայաստանում քրեական ենթամշակույթը ոնց որ շատ տարօրինակ է ինքը նորից ոնց որ խոսքի ազատության բանն է էլի պաբոչկեից է
ստացվել, մենք չնայած սերեկանի ժամին օրինակ արկել ենք այդպիսի ֆիլմեր հեռարձակել, բայց մի հատ մտի YouTube-ում դարձյալ անները չտա, որտեղ չեմ ուզում էլի հիմա ասում ես, բայց չեմ ուզում գովազդեմ այդ ֆիլմերը։ Մի հատ մտի YouTube-ում դրանց ֆիլմերն են խայտարակությունն է, ոնց որ նորմալ բաները տենց չեն նայվում, իսկ այդ քրեական ենթամշակույթ տարածող, որ ցերեկները հերոստացույցով արկել բացացուցադրել, այդ հայկական կիսա որակել է, անորակ բաները, կոնտենտը։ Գորվարդների ֆիլմերի շարքերը։ Բան ունի, սպառում ունի, ու իրանք ոնց որ իրենք իրենց վնասարարությունը երևի չեն էլ հասկանում, չգիտեմ։ Ու այդ լսի մի քանի դեպք եղավ, ես բանակի մասին չեմ կարող խոսեմ, բայց ես կարամ ասեմ, որ շատ իր հետո Մերձավանի դեպքերին եւ ցնցվել եմ ես բանի Վոլոդյա Գրիգորյանի սպանության կադրից, թե ոնց կարա մարդու ուղղակի վերցնի ատրճանքը կրակի մարդու սպանի։ Ես ուղեղից մեջ չի տեղավորվում։ Իհարկե իրանք ասում են բանա, նա նրա եղբորն է սպանել, նրա եղբայր, հա, Վոլոդյայի եղբայրը սպանել է, այդ տղայի եղբորը ինքը սպանում է, որպեսզի նույն ցավը եւ այլն։ Ոնց որ մեկնաբանում են որպես վրեժխնդրություն, բայց ես ամենա ոնց որ սարսափելի վրեժխնդրության մեջ էլ կարող է ինչ որ մարդիկ կան, ովքեր պատկերացնում են, որ դա բանա չգիտեմ, պետք է ինքդ քո մեջ կոփես, որպեսզի օրինակ պատերազմի ժամանակ կարողանաս ինչ որ բաներ։ Չէ, ինձ մոտ դրանք տարբեր իրավիճակներ են։ Բայց ես ուզում եմ ասեմ, որ իմ ուղեղի մեջ դա չի տեղավորվում, ու ես ցնցվել եմ, թե ոնց կարա մարդը տենց որոշում կայացնել, իսկապես ինքը այդ որոշումը կայացրել է։ Եթե այնտեղ կռիվ ա եղել, վեճ ա եղել, կրակել ա կապել ա նախորդին, այստեղ որոշում ա կայացրել։ Ու ես հիշեցի, որ Մերձավանի դեպքերից մի քանի ամիս առաջ Վոլոդյա Գրիգորյանի, Վոլոդյա Գրիգորյանը հայտնի է նույնպես որպես տենց փողական տղա այնտեղ ընդհանուր առմամբ տենց ընկալում կա էլի Մերձավանը ընդհանրապես մի քիչ բան ունի քրեական ենթամշակույթ ունեցող համբավ ունի։ Ու ես հիշեցի դրանից ամիսներ առաջ, որ երեխաները հիշում ես հարձակվել էին նույն գյուղի դպրոցում ուսուցչի վրա, այդ բանը ոճը, որով իրանք հարձակվել էին, այն ոճը, որով ծնողները պաշտպանում էին, ու դա ոնց որ մի հատ դեպք չէ, էլի դա այդ հանրային մշակույթն է այդ տարածքի, որ մարդիկ տենց են հարաբերվում իրար հետ, այսինքն դա ոչ թե մի հատ դեպք է, որ մեկը մեկին բանը բռնության ակտ գործել է, այդ բռնության մշակույթի մեջ են ապրում այդ մարդիկ։ Ու եթե իմ մեկնաբանությունը կուզես այդ ընտանեկան բռնության դեպքերի բաների, էլի առօրյական կենցաղային բռնության դեպքերի ավելացման հետ կապված ես կարծում եմ, որ դա շատ բնորոշ է հետ պատերազմական երկրներին, որտեղ մարդիկ այլևս զգայուն չեն, այնքան զգայուն չեն մահերի նկատմամբ, ինչքան խաղաղ պայմաններում, որովհետև այդ կարող է դու քո վրա էլ զգացած լինես, երբ որ դու այդ պատերազմի ժամանակ անտառ 10-20 տարեկան երեխաների էլի ջահել երեխեքի մահվան դեպքերի ես առնչվում, ինչ որ մեկը որ 50 տարեկանում մեռնում է, մտածում ես բան է, էլի, լավա 50 տարեկան էր։ Միշտեր 50-ը երիտասարդ տարիք է, եթե դու խաղաղ պայմաններում այդ մտքի այդ իրավիճակին առնչվեիր, այդպես միտք չէիր կարող ունենալ։ Ու այդ մահվան նկատմամբ, բռնության նկատմամբ հանդուրժողականությունն է մեզ դարձնում այդ նախ իրանք թե հոգեբանորեն բան են, տրավմա տարած մարդիկ են հետ գալիս, պատերազմից իրանք կարան բռնության դիմեն, հետ պատերազմական երկրներում ընտանեկան բռնությունները միշտ մեծանում են։ Ու այս առօրյական այդ բռնության մշակույթը ես շատ կապում եմ պատերազմի հետ եւ կարծում եմ որ խաղաղության մշակույթը ամբողջությամբ ոնց որ խաղաղության մշակույթը ինքը հանրային մշակույթ է, ոչ թե բայց միջև էլի էլի լավ եղել մեզ մոտ այդ արմատացած ամբողջ բանի ընթացքում ամբողջ անկախության շրջանում Հայաստանը բան է պատերազմական հետ պատերազմական հա չէ ուզում եմ ասեմ թեկուզ վերջինս խաղաղությունը այդպես համընդհանուր մշակույթ է որը պետքա սերմանել էլի ոչ թե միայն Հարևանի հետ համակեցության Դե հա, բնականաբար։ Եթե դու հետեւաբար այդ իր ազդեցությունը հանրային կյանքի, ներհանրային կյանքի վրա է Երևանում։ Որովհետեւ մենք այդքան լոյալ չենք լինում մահերի նկատմամբ, մենք այդքան հանգիստ չենք վերաբերվում բռնությանը։ Պատերազմի ժամանակ կարիք կա որ դու հանգիստ վերաբերես։ Ես թարմ մի հատ դեպք ասեմ այսօրվա։ Ուրեմն այգով իջնում եմ առավոտան նստած եմ մի տարեց մարդ ու այսպես մի 3 երեխա հեծանիվով գալիս են դե այս արդեն post factum երբ որ կոնֆլիկտ եղավ պատկերը բարձր հա հետո հասկացա ինչ եղել ուրեմն գալիս են երեխաներից մեկը այդ տարեց մարդու մոտով անցնելուց հիմա չգիտեմ դիտավորությամբ իրեն թե ուղակի շրջակայքին ինչ որ սս պատտվում սս նայում է եւ ավելի երկար ու այս տարեց մարդուն թվում է որ նա իրեն արհամարական անա ու երբ այս երեխաները անցնում են հա երկար էս նա բանը այս տարեց մարդը ինչ որ ռեպլիկա անում այս երեխան
ու այն կողմից հեծանի որ գալիս է այս երեխաներից մեկի հայրը։ Ու կանգնում կինո սկսվում է։ Այս տարեց մարդու հետ։ Այս տարեց մարդը ես ցած ոտս կախեմ, գուցե հասկանամ ինչից է այս կոնֆլիկտը, ղեք իրար մի սուտում, ինչ ա եղել, առավոտ քշերով, հա։ Առավոտ քշերով։ Խնդրում եմ պատմել այդ կոնֆլիկտը, իրար խփեցին դու միջամտեցին։ Չէ, ես նա ինչ ա լինում։ Ես արդեն Բալկանին անցել եմ, երբ որ ձայները բարձրանում են, ես մի քիչ իրանցից անցած կանգնում եմ, հասկանամ լավ վերջ ինչ ա լինելու չեղած բանից, լավ են երեխեն, բաժանվեցին հետո այսքան երեխան թեկուզ դիտմամբ քեզ թարս տա նայել, ինչ թորիթա երեխա ու հիմա բառերով էլի ասեմ կանեմ բնութագի բազարը ասենց գնում է այս պապին բարձր խոսում է այս տղայի հոր հետ ոնց թե լա կոտը եւ այն երբ որ սկսում է այս տղայի հայրը ձայնը բարձրացնել սա սրան սկսում է սաստել որ դու չես կարող իմ հետ տենց բարձր այսինքն թեման սկսում է տրանսֆորմացվել դու ով ես արա որ իմ հետ տենց բարձր տենմս որտեղից ուր են գնում տրանսֆորմացիա հետո գալիս է մեր կողմից այսենց քաշքշուկ այնտեղ գալիս է ինչ-որ շուման տվող մեծ մարդիկ կային իրանք կան իրանց մեջ ու ես ասում ասում քեզ մի հատ բան հոգեբանության մեջ տեսնան կա դե տղամարդիկ որպես կանոն ավելի կռվարար են ու իրանք երբ որ իրար դեմ հանդիման են դուրս գալիս իրանք սա կարող է ուղղակի տեսություն է բայց կա էլի sense բան ես այդ շատ եմ ուսումնասիրել իրանք դավորյալ բարձր են գոռում որ իրենց բաժան որտեղ իրանք ինքնական զիջելու բան ունեն էլի կոմպլեքս ունեն կռվի մեջ ու սա շատ տիպիկ երևում է թենի ֆիլմում երբ որ սկսում են իրար հետ կռվել գոռում են որ հարևանները գան բայց հարևանները դռները փակում մտնում են ներս ես դա ֆիքսել եմ լսի ես այդ տղամարդիկ հենց որ սկսում են իրար հետ կռվել փողոցում ես անկարծ այդ կողմերով անցնություն ես դիտավորյալ միջամտում եմ ու բան եմ սպառում եմ ոստիկանություն կանչել ամեն անգամ ասում ոստիկանություն կանչել ու իրանք ոնց որ զիջում են բանին էլի այդ ոնց որ այդ աղջկա մոտ չկռվելու ինչ որ ակտ է որ իրանք զիջում են ոչ թե իրանք կամքով որտեղ իրանք իրանք սեփական նախաձեռնությամբ զիջելու բան չունեն հատկություն չունեն տղամարդիկ որ ասեն դե լավ կռվենք всё գնացինք մեկը պետք է գա ինչ որ տես բաժանելու թեկուզ բան սիմվոլիկ ակտ անի խորհրդանշական որ իրանք կարողանան նահանջել որտեղ դա իրենց արժանապատվից վեր է ինքնուրույն հաշտվել է էլի այդ բանը դրա համար է որ բան ասում են որ ոնց որ այս ամբողջ պատերազմական մշակույթները բաները շատ տղամարդկային մշակույթները եւ իրանք են խթանիչները դրա որտեղ կանեք ավելի բանակցային են ավելի հեշտ են զիջում ավելի հեշտ են ասում դե լավ ես քո հետ չեմ կռվի բանի հետ են նահանջում իսկ տղամարդիկ ասեն կաղոց կան իրանք արդեն կործանվում են բաներով հեսա մարդեն սպանելու գնանք 20 տարի նստեն եւ այլն բայց իրանք չեն նահանջում որտեղ դա իրանք արժանապատվությունը կամ հեսա իրանք են սպանելու ու դա պետության մասնաբոկել է երևում ասենք որ իրանք սկսում են իրար հետ կռվել եւ ակնհայտ բան ինչ ճահիճա որտեղ հեսա կամ իրանք են կործանվում կամ իրանք են կործան ուրիշն են կործան այս նահանջելու բան չունեն էլի սա ինձ լավ թեմա է բացելու բայց ես վստահ եմ մեր ժամանակը չի հերի ոչինչ հետո բան կանենք կկտրենք ոնց իմանանք ինչքան է երբ ենք սկսել չգիտեմ ինչ նկատ ունես կտրել ասել ես չեմ ասել վերջից կարճացնենք այդ նկատը ինչ ես համաձայն չլինի որտեղ ինչ չի թվում այն տպավորությամբ մի ժամ չի անցել էլի այդ դրա համար է ասում լավ դե արի երկու բառով մի հատ գիտես ինչ թեմա եմ ասում արագ գիտես ես վերջերս անդադ ինչ միտք ունեմ որ օրինապահ կարգ ու կանոնի հետևող քաղաքացին միշտ բուժում է այս երկրում ոչ միայն այս երկրում իսկ այդպես ընդհանուր օրինաչափություն կա աշխարհում հա ընդհանուրը չգիտեմ բայց Հայաստանում հա չէ մի ժամ չի անցել ես կարում մի 5-7 րոպե կա բանեին նամակ էին այ վերջին օրինակ գիտես ես ինչ եմ որոշել ինչ սա ինձ հետո ես երբեք փողոցը թույլատրված տեղով չեմ անցնում որտեղ կամ քո գլուխը կուտես կամ ուրիշ չէ բայց մի րոպե երբ որ ես փորձում եմ օրինակ ստեղ կամ քաղաքի տարբեր հատվածներում անցումով անցնեմ էլի հավանականություն եկան ես գլուխս կուտեմ որովհետև գալիս են չէ ավելի փոքր է միշտ ավելի փոքր է այդ նույն ամրագոտը ստեղ ինձ մեքենայի տակ որովհետև իրանք լրիվ ուրիշ տեղ որոշեցին դրամատիզացնում ես ես չեմ դրամատիզացնում հավանականություն որ ամրագոտին գցած վթարիկը ենթարկվեց ու կմեռնես ես չեմ տեսել դեռ վարորդ ես չեմ տեսել դեռ վարորդ որը մոտենալով անցումին անգամ եթե դրա վրա մարդ չկա կանգնած ինքը պետք է արագությունը իջացնի դու ուղղակի վարորդներ ես անում ես հիմա որ դու ասես ես չեմ տեսել դեր վարորդ երբ որ վարորդները մտնելու են մեկնաբանությունում քեզ պատմեն իրաց փորձառությունը երբ որ վարորդները գնում կանգնում են անցումի վրա
Դու ստիպված փողոց անցնում ես, ոչ անցումով։ Ինչն է տարբերությունը։ Նույնիսկ հիմա այդ քո բանը անցումով անցնելու դրամատիզացումը ինչ չափազանց Չէ, այ գիտես ինչի է չափազանցրած, որովհետև ես միշտ փորձում եմ կարգը պահեմ, բայց դիմացս միշտ գժանոց է այտենց ստիլում է, որ ասես պարզապես անհաջող է, որտեղ որպես կանոն մարդիկ զիջում են։ Ես էլ եմ այդ անցումներով անցնում, ես էլ մեքենա չեմ վարում, ես էլ եմ վարորդների հետ հանդիպում որպես հետիոտ եմ։ Մարդկանց մասին ոնց որ վատ կարծիք ունես, ես այդ կարծիք։ Չէ, մարդկանց մասին վատ կարծիք չունեմ, որ կարգ ու կանոնի մասին ոչ կարծիք ունեմ ճանապարհների վրա, երբեմն լինում են վատ վարորդներ, որոնք կարան դիտավորյալ բան անեն։ Երբեմն չեն շատ։ Բայց ինքան հազվադեպ։ Շատ։ Նա ոքե, եկեք դուք ասեք շատ։ Հանրային տրանսպորտը գնում է անցումի վրա կանգնում է, այն երկար ավտոբուսները 18 մետրանոց։ Ուզես չուզես դու գնում ես փողոցի մեջտեղով ես անցնում։ Եկեք դուք ասեք շատ են անտրամաբաններ, թե քիչ երևի շատ են, որտեղ վթարները շատ են լինում, բայց մեկը կարգապահները։ Ու գիտես նա ինչից է գալիս։ Ես նկատել եմ, մենք ինչպես քայլում ենք, հա? Հետիոտն ենք ինչպես, այդպես էլ վարորդ ենք։ Օրինակ նկատել ես, չէ՞։ Ես այնքան համոզված եմ, մեզ sense ազգովի վերցնեն, ուրիշ տեղ տանեն, անցումների վրա մեր ազգի կեսը ֆիզիկապես կզոհվի մեծ քաղաքներում կզոհվի որովհետև ոչ անցնելու կարգ կա ոչ աչով պիտի քայլես ինչ աչ ով ոնց օծազե դանդաղ կանգնած անցումների մեջտեղը զրից հանել խմբերով մարդկանց մասին վատ կարծիք ունես դու տեսել ես ես էլ տեսա անկարգապահ հետիոտների եւ անկարգապահ վարորդների բայց դու կարգապահներին ինչ ես ֆիքսում դու անկարգապահներին ես ֆիքսում որովհետև այդ մի անկարգապահը փչացնում ամեն օրինակ երբ որ դու ավելի շատ են Ես չեմ ասում ավելի քիչ են։ Եվ օրինակ երբ որ դու մտնում ես շարժասանդուղքով իջնում ես, չէ՞, մետրո։ Իջնում ես կայարան։ Գրած կպցրած է։ Կանգնեք աջ։ Այն աղջիկն դեռ ասում է կանգնեք աջ, երեխա ունեք, ձեռը բռնեք ձեր դիմացը, ձախ կողմը բաց ենք թողնում։ Աջ հա կանգնում։ Եվ որպեսզի նաև այս համեմ հասկանալու համար մենք ինչ որակի ազգ ենք քո ասածով էլի բանի երթևեկության կարգապահության առումով արի արձանագրենք որ ցանց 10 տարի առաջ մարդիկ մետրոյում ուղղակի լցված էին չնայած էլի գրած էր կանգնեք աջ հիմա հիմնական մատ չեն կանգնած որ սրանից մի այդ հետիոտնային անցումով անցնել այդ ուշ ժամանակն է ուշ շրջանի մշակույթ հալուսի մարդիկ որ տեղով ասես անցնում էին խառը խշտիկ հիշում ես ինչ որ սկսեցին տուգանել բանը տուգանքներ գրել մի քանի տուգանք գրեցի սովորեցինք եւ ես կարծում եմ լավ ենք սովորել կա դեռ լավ արկել տեղ, բայց այն մի քանի նախորդ սերնդի ուրեմն բանի, ընդ որում այդ նախորդ սերնդից էր մնաց այդ մարդիկ, որ որտեղ ասած այդ նախորդ սերնդի հետիոտներին, հիմիկվա հետիոտներ չեն համարվում։ Սերնդի հետիոտներ։ Բարիս ունի մասը, դասի սրանից ես որ ոնց որ առաջի անգամ եկել եմ Երևան ու տեսել եմ ոնց են մարդիկ քայլում փողոցներում, այդ դրա հետ ոչինչ համեմատելի չի։ Այսինքն ուզում եմ ասել, որ դու չես կարա վերցնես մի հատ վարքյան Այս վարքյան կանգնացնես ու ասես հիմա ստեղ այսքան բաները վատ են։ Դու պետք է դա կամ համեմատես, համադրես ինչ-որ բանի հետ եւ հասկանաս տենդենսը դեպի լավն է թե դեպի վատը, ավելի շատ վատն է թե լավը։ Հիմա դու համոզված ես որ տենդենսը դեպի լավն է։ Միանշանակ։ Միանշանակ։ Ես մարդիկ հիշողություններ են, իրանք մեկնաբանություններ կգրեն, մենք չասենք կարդալ մարդկանց մեկնաբանությունները։ Այդ չասեցին, բայց մենք վերնագիր չունենք, հա։ Արի վերնագիր մտածենք նոր անջատենք։ Հիմա մտածենք։ Հա։ Սկոթն մարդիկ։ Չգիտեմ, այս սկոթը օրևի տակ sense։ Հեսա բան մածուն է դառնում միջև թողարկում։ Վերջանա։ Դե ես չգիտեմ ինչ վերնագիր, մենք դա համար խնդրել ենք որ մեզ դիտողներ ինչ որ բան առաջարկեն։ Մենք ձեր առաջարկները կարդացել ենք այն նախորդներում։ Իսված թողարկման վերնագիր, ընդհանուր զրույցի մեկ վերնագրերի մեջ շատ երաշխիք անկեղծ զրույց է, բայց անկեղծ զրույցը արդեն գոյություն ունի ուրիշ Արլիկով ուրիշ մարդիկ են տանում։ Համել եթե զրույցը անկեղծ չլիներ, մենք հաստատ չենք զրուցի։ Այսինքն ապրիորի անկեղծ կռիվներ կան։ Հա, այս զրույցի վերնագիր։ Հա։ Okay։ Ինչ բան որ ֆիքսել ես որ կուզեի վերնագիր դնել։ Այս նոմենը շուտով կլական։ Ну, կարող է արդեն լրացնել։ Չեմ ֆիքսել ինչ։ Հա, պետք է ուրեմն առանձին մտածենք այդ մասին, բայց լավ կներ հա թողարկման վերջում մտածեինք, հետո մարդիկ նային, հասնեին, տեսնեին ոնց մտածեցինք։ Դարի մտածենք, լավ։ Մտածի, ասա, այսպես ընթացքում ջերմուկ կա։ Ես չգիտեմ, չեմ այնքան շատ թեմաներից խոսեցինք, որ ոնց որ բանը կոնկրետ մի բանի վրա չեմ կարող ֆիքսվել։
ու մտածում եմ, որ երևի արժեր այս հաղորդման ընթացքում նաև խոսացած լինել Խուդացյանի եւ Իրանի պաշտոնյաների բանի հանդիպումների մասին, որոնցից մի րոպեում արագ ամփոփեմ իմ տպավորությունը, տեսես որ Արաքսի վրա երկրորդ կամուրջի եւ նաև բանի 100 տարվա թեմա է, ասենք կլինի։ Ենթակառուցվածքի մասին են խոսում, այն որ խոսում են, այդ արդեն նշանակում է, որ այն միֆը, որ իբր տրիպի պատճառով Հայաստանը Իրանի հետ հաղորդակցություն կորցնելու էր, եւ Էդմոն Մարուկյան չէր կարողանալ այնտեղ ծաղիկներ հավաքեր, ամբողջությամբ կոտրվել է եւ բոլորը կարակ տրիպի ճանապարհի մայթեդրերից ծաղիկներ հավաքել ու գնաք Իրան։ Չի խփելու Իրանը տրիպին։ Դե մեր կարծած վնասարար նարատիվներից մեկը է դա, չէ՞։ Կարող է կամուրջը կառուցում, որ տենց Կամուրջով խփի, հա։ Կամուրջով խփի։ Չէ։ Չէ։ Ինքնավնասման ճանապարհով չէ գնում։ Ու այդ ենթակառուցվածքի մասին քննարկումը արդեն համարում եմ լավ լուր այն առումով, որ իրանք իրար հետ Միացյալ Նահանգներն ու Իրանը իրար հետ Հայաստանի սահմանի վրա գոնե ինչ-որ բան ունեն, էլի կոնսենսուս ունեն ենթակառուցվածքային կառուցողական աշխատանք անելու, այն դեպքում երբ որ մնացած բոլոր տեղերում չեն կարող պայմանավորվել, հույս ունենք մնացած տեղերում էլ կպայմանավորվեն։ Գազի թեման էլ է լավ։ Հա, գազի թեման հետաքրքիր, կարևոր, շատ կարևոր, հա։ Քանի որ մենք բան ենք էլի էներգակիրների պաշարի կողքը նստած ենք ընդհանրապես այդ բանը էլի քաղաքական պայմանավորվածությունների եւ գուցե նաեւ ենթակառուցվածքների հարց կա, բայց երբի առաջի հերթին նաեւ քաղաքական բանն էլի պետք է լինի սոլիդարություն նրա նկատմամբ, որ Իրանի հետ էներգակիրների հարցում աշխատի Հայաստանը։ Այդ հարցում ամենամեծ խնդիրը քաղաքական սոլիդարության բացակայությունն է։ Դե ու եթե այս տեսակ քննարկումներ մեկնարկել են, ենթադրում եմ այդ սոլիդարությունը կա թեմից բնականաբար, ու ռեակցիաներից էլ այրում, եթե դա խնդիր լիներ, հիմա բաներ հազարդ բանաձև էին ընդունել եւ դատապարտել էին։ Դες որ լավ լուրեր ունենք արդեն բանից, տկենից։ Շնորհակալություն պարոն Խուդատյանին եւ իրանցի նախարարներին։ Վերնագրի մասին կմտածենք։ Վերնագրի մասին այո կմտածենք ջերմուկը խմելուց հետո։ Անուշ լինի։ Շնորհակալություն։ Դու ինձ երես ես տալի։ Եթե ջերմուկով պետք է երես տանք, շատ էժան է նստում։ Հա, շարունակես նույն ոգով, կաթով հետո։ Ես խոստանում եմ կաթով ինչ-որ բան սարքեմ ու հաջորդ թողարկման։ Մի շաբաթ պահ, բայց ես խմորեղ եմ սարքի։ Բան կոլեգաների թիրասերի։ Հա, ասա ես մեր սանքսեյթ գտնող կաթով։ Գնանջի ամուտար թե ես։ Կերար մեզ, վերնագիր մտածի։ Վերնագիրը կերար մեզ։ Եվ cover photo։